Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 25։ Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու, ասում է Տեր Աստվածը, Եզեկիել 34-րդ գլուխ 15-րդ խոսք։ Աստվածային հովվի առաջնորդության ներքո սրբերը լիովին կերակրվում են։ Նրանց բաժինը պարզապես մարդկային մտքերի քամոտ ու անբավարար խառնուրդը չէ, այլ Տերն է նրանց կերակրում աստվածային հայտնության ամուր հիմնավոր ճշմարտությամբ։ Սուրբ գրքի մեջ հոգու համար իսկական սնունդ կա, երբ Սուրբ Հոգին այս խոսքը հասցնում է սրտին։ Տեր Հիսուսն ինքը հավատացյալների իսկական կյանք պահպանող սնունդն է։ Այստեղ մեր մեծ հովիվը խոստանում է, որ այդ սուրբ սնունդը մեզ կտրվի իր իսկ կողմից։ Եթե Տիրոջ օրը մեր երկրային հովիվը դատարկաձեռն լինի, ապա մեր Տերը դատարկաձեռն չի լինի։ Երբ միտքը լցված է սուրբ ճշմարտությամբ, այն խաղաղվում է։ Նրանք, ում Եհովան է կերակրում, խաղաղության մեջ են։ Ոչ մի շուն չի անհանգստացնի նրանց և ոչ մի գայլ չի հոշոտի նրանց, ոչ մի անհանգիստ ցանկություն չի խռովեցնի նրանց։ Նրանք պառկելու են և հանգիստ մարսելու են այն կերակուրը, որ վայելել են։ Շնորհի վարդապետությունները ոչ միայն զորացնում ու պահպանում են մեզ, այլ նաև մխիթարում են։ Դրանց մեջ մենք գտնում ենք այն, ինչ անհրաժեշտ է հոգևորապես ամրանալու և հանգստանալու համար։ Եթե քարոզիչները երկնային հանգիստ չեն փոխանցում, ապա եկեք այդ հանգիստը փնտրենք Տիրոջից։ Թող որ Տերը այսօր մեզ կերակրի իր խոսքի արոտավայրերում և մեզ հանգստացնի այնտեղ։ Թող որ այսօրը նշանավորվի ոչ թե որևէ հիմարությամբ կամ անհանգստությամբ, այլ խորհրդածությամբ և խաղաղությամբ։